Թանկագին Մարի Կյուրի, քո օրինակը ոգեշնչման աղբյուր է, մեզ, կանանց համար։ Պատմությունը թեև անարդար է եղել շատ կին գիտնականների հանդեպ, նրանցից շատերի անունները մոռացության մատնել։ Սակայն պետք է անկեղծանամ, որ հավատում եմ, որ Մարի Սկլոդովսկա Կյուրի անվան մեջ ամփոփվում է ոչ միայն քո բնատուր շնորհն ու աշխատասիրությունը, այլև բոլոր այն կանանց, որոնց շնորհն ու աշխատասիրությունը գիտության ոլորտում չի գնահատվել պատմության ընթացքում։ Ժամանակին ինձ զգուշացրել են, որ գրականության մեջ կանայք իրավունք չունեն լինել միջակություն։ Ես զգուշացա, բայց գրող լինելու մտքիցս չհրաժարվեցի։ Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը յուրահատուկ է անկախ սեռից, պայմանական այլ ձևակերպումներից։ Երբ Ֆրանսիայում էի, Սորբոնի համալսարանում ուսումնասիրում էի գրականություն և փիլիսոփայություն, ինձ համար բացահայտեցի մի պարզ ճշմարտություն։ Գիտելիքը ուժ է, որը կարող ես փոխանցել նաև ուրիշներին։ Սիրելի Մարի, ես մեծ ոգևորությամբ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում կանանց հզորության ալիքը գնալով ուժգնանում է։ Ինչպես ժամանակին գրել էի, հիմա թույլ տուր, կրկնեմ նորից։ Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի լալու համար։ Կինը եկած է իր խելքը, մդային, փարոյական և ֆիզիկական հատկությունները զարգացնելու համար։ Հայաստանում այսօր շատ աղջիկներ սովորում են, ընտրում և աշխատում այնպիսի մասնագիտություններով, որոնք անցյալ դարերում կհամարվեին միմիայն տղամարդկանց մենաշնորհ։ Հասարակության գիտակցության մեջ փոփոխությունների այդ ալիքն ինձ ուրախացնում է և լցնում հույսով, որ հայրենի իմ հողում հասարակության մեջ կնոջ դերի մասին ձևակերպումները, որոնք ստեղծվել են տղամարդկանց կողմից, կվերաձևեն հենց իրենք, կանայք։ Իսկ կանայք արդեն ունեն այդ հնարավորությունը։ Եվրոպական միությունը երիտասարդ կանանց և աղջիկներին ընձեռնում է կրթական տարբեր հնարավորություններ։ Ինչպես ես էի ժամանակին մեկնել Ֆրանսիա սովորելու, այսօր Հայաստանում կանայք և աղջիկները կարող են մասնակցել Erasmus+ ծրագրերին, բացահայտել եվրոպական կրթական համակարգը և երբ աշխատանքի անցնեն, նոր ձեռք բերած գիտելիքները կօգտագործեն այդտեղ։ Հայաստանում մենք կանայքս հզոր ենք, իսկ Եվրոպական միության հետ միասին մենք ավելի ուժեղ ենք։